Սիրելի եկեղեցի, ողջունում ենք քեզ։ Եկեք այսօր Հայր մեր տերունական աղոթքով սկսենք այսօրվա մեր ծառայությունը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի անունը քո, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին, եւ մի տանիր մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը, զորությունը եւ փառքը հավիտյանս, ամեն։ Միշտ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Ավետարան ըստ Մարկոսի 10-րդ գլուխ 42-43 համարները։ Հիսուսն էլ նրանց իր մոտ կանչեց եւ ասեց նրանց. Գիտեք, որ հեթանոսների իշխան համարվողները տիրում են նրանց վրա, եւ նրանց մեծամեծերը իշխում են նրանց վրա։ Այնպես պիտի չլինի ձեր միջում, այլ ձեզանից ով որ կամենամեծ լինել, թող ձեզ ծառա լինի։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Սիրելի եկեղեցի, այստեղ ունենք կարիքներ, ու եթե դու չես հասցրել գրել, կարող ես մտովի միանալ այստեղ այս կարիքներին եւ մենք կաղոթենք եւ մենք նոր երգում էինք, որ կանչենք Հիսուս անունը ամեն մի կարիքի մեջ եւ ես հավատում եմ եւ նրա խոսքում ասում է, որ եթե երկու հոգի մի հարցի շուրջ միաբանվեն, կլինի նրանց ինչ որ խնդրում են իմ հորից, որ երկնքում է։ Հիմա մենք միաբանենք եւ խնդրելու ենք նրանից։ Տեր իմ Աստված, մենք շնորհակալ ենք քեզ այսօրվա համար։ Մենք գոհանում ենք քեզանից, որ կանք այսօրվա մեջ, որովհետև դա քո շնորհքն է։ Մենք օրհնում ենք քո սուրբ անունը, Տեր, եւ խոսքի համաձայն, Տեր։ Այս մեր կարիքները բերում ենք քո առաջ, միաբանված եւ խնդրում ենք, որ դու ամեն հարցին լուծում տաս, Տեր։ Մենք կանչում ենք Հիսուս անունը ամեն մի ընտանիքում, ամեն մի կարիքի վրա։ Մենք կանչում ենք քո սուրբ ու կատարյալ անունը եւ խնդրում ենք, որ քո սուրբ հոգին, Տեր, որտեղ անապատ է, վերածի պարտեզի, որտեղ բժշկություն կա, բերի բժշկություն, որտեղ բաժանություն կա, թող գա միաբանություն, որտեղ անազատություն է, թող գա ազատություն, որտեղ ապաշխարություն է պետք, թող քո ապաշխարության հոգին իջնի, թող ամեն մի անվան մեջ քո անունը փառավորվի, թող քո համբավը տարածվի եւ լինեն մեծամեծ հրաշքներ, մեծամեծ վկայություններ Հիսուսի զորավոր անունով։ Տեր իմ Աստված, նաեւ մենք գոհանում ենք քեզ մեր Հայաստան երկրից։ Մենք օրհնում ենք մեր Հայաստան երկիրը, մենք գոհանում ենք, որ ունենք երկիր ծննդավայր եւ մենք օրհնում ենք մեր երկիրը, մենք օրհնում ենք մեր ղեկավարությանը, մենք օրհնում ենք մեր ժողովրդին։ Մենք աղոթում ենք, Տեր, որ պահապան լինես մեր սահմաններին, մեր զինվորներին, տաս իմաստություն մեր ղեկավարությանը, տաս իմաստություն մեր ժողովրդին, թող գա Աստված ճանաչություն, թող գա Աստված վախություն։ Տեր, թող ամեն մի ընտանիքում երկրպագվի Հիսուս անունը, թող ամեն մի ընտանիքում պաշտեն Հիսուս անունը, եւ թող ամեն մեկս քարոզենք ու պատմենք Հիսուս անունը, Հիսուս անձի մասին։ Մենք օրհնում ենք մեր երկիրը եւ գոհանում ենք եւ ասում ենք շնորհակալություն քեզ մեր երկրի համար եւ հանձնում ենք քո ձեռքերի մեջ քո պաշտպանությանը Հիսուսի անունով։ Տեր, նաեւ շնորհակալություն ենք հայտնում քեզ Ռուսաստան երկրի համար։ Մենք շատերս այստեղ բնակություն ենք հաստատել, մեր շատերիս այստեղ տուն ես տվել, աշխատանք ես տվել։ Մենք օրհնում ենք այս երկիրը, մենք խաղաղություն ենք ցանկանում այս երկրին, այս երկրի սահմանների համար աղոթում ենք, որ լինի պաշտպանված։ Մենք աղոթում ենք երկրի ղեկավարների համար, մենք աղոթում ենք երկրի ժողովրդի համար եւ օրհնում ենք նրանց ձեռքի գործը։ Ինչ որ կանեն, թող օրհնված լինի, ինչ որ կանեն, թող քո կամքի համաձայն լինի եւ քեզ ուրախացնող լինի։ Եվ թող քանդված լինի ամեն տեսակ հակառակություն եւ անեծկես երկրից եւ թող գա ապաշխարությունդ, ճանաչողությունդ այս երկրի մեջ։ Օրհնում ենք Ռուսաստանը եւ խաղաղություն ենք ցանկանում Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Մինչ կնստես, ես քեզ մի բան պիտի խնդրեմ, շրջվես կողքինից ժպտաս, այսպես անես, ու ասես Աստված բարի է։ Աստված բարի է, դու կարող ես նստել իր քաղցր ներկայության մեջ։ Ես ձեզ Հայաստանից ջերմ բարևներ եմ բերել, Հովվի կողմից, նախ շնորհակալ եմ Հովվին, որ ես պատիվը ինձ ընձեռնել է,
կանգնելու ձեր առաջ չեք պատկերացնում ինչքան մեծ պատասխանատվություն է կանգնել ձեր առաջ եւ ծառայել Տիրոջ խոսքով։ Եվ դրա համար ջերմ բարևներ են բերել եւ Հովից եւ Արևոտ Հայաստանից։ Ջերմ բարևներ են բերել նաեւ ձեզ այն եկեղեցուն, որտեղ որ ես ծառայում եմ։ Մենք մեծ ընտանիք ենք։ Պատկերացրեք Հովիվը եւ մենք բոլորս։ Սա մի մեծ ընտանիք է, որտեղ որ մենք ծառայում ենք ամեն մեկս տարբեր դաշտերում, բայց մենք ունենք մի մեծ ընտանիք։ Եվ այդ ընտանիքը եկեղեցին է, դա Տերն է, որի գլուխը ինքն է։ Ամեն։ Եվ այսօր ինձ պատիվ անձեռվել քեզ հետ խոսելու, խոսքով կիսվելու։ Եվ ես ուզում եմ իրականում քո սիրտը բացես Աստծո համար։ Այսօր չեմ եկել քեզ ինչ-որ հատուկ հայտնություններ տամ, չեմ եկել եսի ինչեր ասելու քեզ, որ ասես վաո, եկել եմ խոսելու այստեղից, ինչ-որ այստեղ գրված է, բայց ուզում եմ խոսեմ այն խոսքը, որով իմ սրտում ծնվել է ինչ-որ ժամանակներ առաջ, եւ թեմայի վերնագիրը, որը որ ես այդպես վերնագրել եմ, գրված է այսպես յուղի գինը։ Գիտեք, այն յուղի մասին չի խոսքը, որը որ խանութում վաճառվում է։ Գիտեք, ամեն մեկիս կյանքում կա յուղ։ Երբ որ մենք գալիս ենք Հիսուսին, Աստված մեր կյանքի վրա յուղ է դնում։ Դա այն օծության յուղն է, որի միջոցով մենք ապաշխարում ենք եւ ընթացք ենք վերցնում։ Բայց գալիս է մի ժամանակ, որ դու պետք է որոշակի գին վճարես նոր յուղի համար։ Եվ գիտեք, Աստված ուզում է, որ այդ յուղով դու գաս իր տուն։ Այդ յուղը միշտ լինի, որպեսզի նաև ունես դու մի հատ ճրակ, որ այդ ճրակը պետք է միշտ վառ մնա։ Որտեվ այդպես ասում Աստվածաշունչը։ Ուզում եմ առաջի տեղը կարդալ, դա Ղևտացիների 24-րդ գլուխ 2-րդ խոսքից եմ կարդում։ Եվ ասում եմ պատվիրի Իսրայելի որդիներին եւ ասեմ ինձ ձեռիս արևմտահայերենն է, կարող է ինչ-որ բառեր, եթե չհամապատասխանի զներող կլնեք։ Ես ինչ ապաշխարել եմ, այս գրքով եմ կարդում, ինձ սա շատ է դուր գալիս, ասում եմ պատվիրիր Իսրայելի որդիներին, որ ծեծված մաքուր ձետ բերեն քեզ լույսի համար, որպեսզի միշտ ճրակը վառվի։ Վկայության խորանի մեջ, վկայության վարագույրից դուրս միշտ պիտի պատրաստես նրան։ Իրիկուն են միջև առավոտ Տիրոջ առջև վառվելու համար։ Սա ձեր սերունդերի մեջ հավիտենական կանոն թող լինի։ Հիմա նայեք ինչն է հետաքրքիր։ Աստվածաշունչը խոսում է, որ ծեծված մաքուր ձետ։ Գիտեք, երբ որ ձեթը մաքուր չի լինում, կուզեմ, գիտեք, այն մարդիկ ձեռք բարձրացնեն, ովքեր որ 90-ականներին Հայաստանում ապրել են։ Փառք Աստծուն, մեծ բավական ժողովուրդ։ Գիտեք, դուք այն սերունդն եք, որ գիտեք ինչ բան է լամպը։ Դուք այն սերունդն եք, որ գիտեք ինչ բան է, երբ որ պատրույկը սկսում էր վառվել, ինչ ծուխեր հանում։ Դուք են սերունդ եք, որ գիտեք, երբ որ նավթը կեղտոտ է լինում, ինչ հոտ էր ընկնում տան մեջ։ Նայեք, Աստվածաշունչը մեզ մի բան է սովորեցնում, որ տաճարում կար ճրակակալներ, եւ ասում եմ մաքուր ծեծված ձետ պետք է լինի, յուղ պետք է լինի, որպեսզի ճրակը միշտ վառ մնա եւ ծուխ չլցվի տաճարում։ Ծուխ չլինի տաճարում, որովհետեւ Աստված ժամանակ առ ժամանակ իր հոգով իջնում էր եւ այդ խունկերի անուշահոտություն ինքը վայելում էր եւ պատկեցեք Աստված գալիս ու դերում է ծուխ։ Գիտեք Աստծուն դուր չէր գա։ Պատկեցեք իմ այս դալիճի կեսից ավելը ծուխն էր, որից մեկի դուր կգար։ Քանիսի դուր կգար։ Ոչ մեկին։ Հիմա նայեք, ի՞նչն է հետաքրքիր։ Աստված ուզում է, որ քո յուղը լինի մաքուր, բայց մաքուր յուղ ստանալու համար երբեմն պետք է անցնի ինչ-որ process։ Հնում ոնց էին անում։ Գիտեք, ես կխնդրեմ մի հատիկ փոքրիկ ռոլիկ կա, որ դու տեսնես ոնց էին ստանում ձեթը։ Հիմա նայեք, սա ձիթապտուղներն է, որտեղ բերում լցնում են ու այս քարը ավանակով սկսում էր պտտվել։ Նայեք, պտտվում է եւ սկսում է իրան ինչ անել, ճզմել, սկսում է ճզմել։ Շնորհակալություն։ Նայեք, այնտեղ դաժե միջև անգամ աղ են լցնում, որտեղ որ ես կարդում էի, հանկարծ տեսա մի բան, որ այդ ձիթապտուղները աղով լվանում էին։ Եվ գիտեք, հանկարծ ինձ հիշեցրեց Սուրբ Հոգին Հիսուսի ասածը, որ դուք եք աղը։ Հիմա նայեք, աղով լվացվում էր ձիթապտուղը, որպես ինչ լիներ, հայերեն չեմ կարող ասել, դիզինֆեկցիա, այսպես ասեմ, մաքրում էր,
ախտահանում էր, ախտահանում էր, հետո նայեք, ախտահանելուց հետո մտնում էր ու սկսում էր ինչ անել, տրորվել։ Գիտեք, շատ անգամ Աստված քեզ թույլ է տալիս, որ դու գիտես ինչ անես, տրորվես։ Աստված քեզ թույլ է տալի, որ դու տրորվես։ Գիտեք, ձեր առջև մարդ է կանգնած, որ շատ անգամ է տրորվելով անց է, բայց կանգնած է։ Հիմա նայեք, գիտեք ի՞նչն է հետաքրքիր, Փառք Հիսուսին։ Հիմա նայեք, աղը, Տիրոջ խոսքը քեզ սկսում է գիտես ինչ անել, աղել, եւ քեզ ուղղորդում է, մենք հայրս երգանքի քար ենք ասում, այդ որ սենց անցնում է։ Կխնդրեմ մի հատված նորից դա ցույց տաք։ Հիմա նայեք, այս քարը երգանքի քար է կոչվում, եւ ինքը սկսում է պտտվել, նայեք, ինքը պտտվում է։ Ու դու ու ես այս հատիկներն ենք, որտեղ որ սկսում ենք ճզմվել։ Եվ գիտեք, Աստծո նպատակը նա չի, որ քեզ ճզմի ու ոչնչացնի։ Ընդհակառակ Աստծո նպատակը մի բան է, օգնելու քեզ, քեզանից դուրս գա յուղ։ Օգնելու քեզ, քեզանից դուրս գա յուղ։ Հիմա կասեք, բա ինչ գործ ունեն կինը այնտեղ։ Մի հատ բան ասեմ, մարդու չասեք։ Գիտեք, երբեմն քո կողինը, նայեք, ինչ անում ինքը, այն հատիկները, որ փախել էին դուրս, ինքը օգնում է, որ բերի ներս։ Երբեմն քո կողքիները գիտեք ինչ են անում, քեզ օգնում են սենց, որ դու հայտնվես քարի տակ։ Բերել է քեզ Տերը, լցրել այդ ամանի մեջ ու ինքը անցնում է իր քարով, ու դու ասում ես ինչ լավ է, ես կողը եմ կանգնած, տղեկ անցեք, զիջում եմ ձեզ, զիջում եմ, անցեք։ Բայց այն մեկը օգնում է քեզ, որ դու հայտնվես այդտեղ։ Ամեն։ Բայց դու բողոքում ես։ Հա, այս քուրիկը ինչ արեց, այս եղբայրը ինչ արեց, ասեմ քեզ լավ բան արեց։ Աստված ուզում է քեզանից յուղ ստանա։ Յուղ, որը որ միշտ քո ճրակը վառը մնալու։ Քո ճրակը միշտ պետքա վառ մնա։ Եվ դա ասում հավիտենական կանոն է, որ քո ճրակը միշտ վառ պետքա մնա։ Գիտեք, այնքան կարևոր է Սուրբ Հոգու յուղը, որ ամեն մեկս ունենանք։ Ներողություն, ամեն մեկս պետքա ունենանք։ Այդ յուղը ու մաքուր յուղ պետքա լինի, որ մեզանից ծուխ չհելնի։ Գիտեք, շատ անգամ քրիստոնյաների ես հանդիպում, ես ոչ մեկի վրա քար չեմ գցում։ Դժվարության ժամանակ, երբ որ այդ երգանքի քարը անցնում է, սկսում են այնպիսի ձեներ հանել ու այնպիսի ծուխը հելնում, որ հաճելի չի ոչ մեկին։ Գիտեք, մենք հայերը սիրում ենք, չէ՞ կրակի հետ խաղալ, բայց հենց սկսում է ծուխ անել, բոլորս հետ են կանգնում։ Հիմա նայեք, այնքան կարևոր է քո յուղը, որ մաքուր լինի ու ծեծված լինի, որտեվ դա գինը փոխում է, դրա արժեքը փոխում է։ Գիտես, երբ որ դու այդ ամեն ինչի մեջով անցնում ես, Գուցե մեկ ասե հով ես մտածում ես, որ դու գալու ես մենպիսի մի ցենց բաներ ես խոսելու, որ ես օրտնված եմ ելնելու, ես հրաշքներ եմ ունենալու, գիտես, իրականում այդ ամենը գալիս է, քիչ հետո կտեսնես։ Այդ ամենն էլ է գալիս, բայց դրանից առաջ Աստված ուզում է քեզանից ստանա յուղ։ Գիտես, ճրակը վառ մնալու համար յուղ է պետք։ Միշտ վառ մնալու համար յուղ է պետք։ Քո ճրակը վառ մնալու համար Սուրբ Հոգու յուղն է պետք։ Սուրբ Հոգու յուղը, որ Աստված թույլ է տալի, որպեսզի ինձանից ու քեզանից լիքը մարմնավոր բաներ կան, որ դրանք առանձնանան, դուրս գան մեզանից, որովհետև եթե դրանք մեզանից դուրս չգան, գիտեք, մենք չենք կարող լավ որակի յուղ տանք, բայց Աստծո յուղը, երբ որ գալիս է մեր կյանքերի մեջ ու մեզանով սկսում է հոսել, հավատացեք կյանքեր են փրկվում, հավատացեք կյանքեր են բժշկվում, հավատացեք հրաշքներ է լինում։ Որովհետև յուղն է Սուրբ Հոգու, որ կարողանում է քո կյանքը փոխի, բայց դրա համար դու պետք է գին վճարես։ Կասես, ինչքան է, ասա տենան բանկային հաշվից կա, գիտեք, դա ոչ մի բանկային հաշվում չկա այդ գումարը։ Դա քո կյանքի մեջ է, որ դու անցնում ես այդ երգանքի քարի տակով, Աստծո երգանքի քարի տակով, իրա, ոչ թե մարմնավոր։ Ու գիտես, դու սկսում ես քո մոտ process, դու սկսում ես ճզմվել։ Այն ինչ որ Աստծուն խանգարում է, քո կյանքից հեռացնում է, ստանալու քեզանից որակով յուղ։ Քանիստ եք ուզում յուղ։ Դալիճում որոշները ձեռք են բարձրացրել։ Հետո վերջում եմ հարցնելու, տեսնեմ ուզելու ես այդ յուղը թե չէ։ Ուզում եմ քո ձեռքը տեսնեմ, քանիստ եք ուզում այդ յուղը։ Փառք Հիսուսին քեզ համար։ Հիմա նայ, դու պետք է պատրաստ լինես այդ քարի տակ։ Դու պետք է պատրաստ լինես մտնելու դրա տակ։ Դու պետք է պատրաստ լինես, որ Աստված քեզանից ստանա դա։ Որտեվ եթե դու չմտնես դրա տակ, քեզանից չի կարա դա ստանա։ Հիմա նայեք, նույն ծառի վրա կա մի հատ ուրիշ ձիթապտուղ,
որ երբ որ հավաքողը հավաքում էր, չէ՞ որ շատ անգամ Հիսուս առակների մեջ պատմում էր այգու տիրոջ մասին։ Հավաքողը հավաքում էր, ինքը պահկվել էր մի հատ թփի տակ, ասում էր ինձ չտարավ, լավ էր։ Այն մեկը գնում այդ քարի մեջ։ Այն մյուսը ծառի վրա մնում է։ Հետո մյուս անգամ այդ նույն տերը գալիս այդ նույն ծառի վրայից իրան հավաքում է, ու գիտես ինչ անում, տանում է պահածոյացնելու։ Երբ որ պահածոյացնում է, հետո հայտնվում է մի հատ խնջույքի սեղանին, հետո դու ուտում ես դա, հետո վերջում ուր է հայտնվում կերածդ, արտակնոցում։ Երկու տարբերակ ունենք։ Կամ ես համաձայն եմ մտնելու Աստծո էրգանքի տակ, ստանալու են յուղը, որը որ կյանքեր է փոխում, կյանքեր է բժշկում, հրաշքներ է անում, մյուս տարբերակում ես ունեմ մի տարբերակ, մնամ ծառի վրա, դառնամ պահածոյացված ձիթապտուղ ու հայտնվեմ մեկի սեղանում, հետո վերջում նորից չասեմ որտեղ։ Դու ես որոշում։ Կպի կողքին դասա դու ես որոշում։ Գիտես, դժվարությունները երբեմն գիտեք ինչ են անում, մեզ օգնում են, որ մեզանից յուղ դուրս գա։ Եվ որ դու դժվարությունից փախնում ես, դու մնում ես այն ծառի վրայի կախվածը։ Բայց երբ որ դու դժվարությանն գնում ես այն դժվարությունը, որը որ Տերը թույլ է տալիս, գիտես ինչ ալնում, սկսում է ճզմվել։ Երբ որ դու ճզմվում ես, քեզանից սկսում է յուղ դուրս գալ։ Եվ այդ յուղը գիտես շատերի կյանքերը կարա փրկի, շատերի կյանքերը կարա փոխի, շատերի կյանքերը կարա բժշկի։ Գիտես, այն մարդիկ, ովքեր որ անցնում են դժվարությունով, իրենք հասկանում են դժվարության մեջ հայտնված մարդկանց։ Ու երբ որ խոսում են մարդիկ այդ դժվարությունից, ասում են, բայց դու գիտես ես ինչ եմ զգում։ Ասում ես, գիտես ես ինչ որ դու զգում ես, ես դա զգում եմ, գիտեմ, ես դա անցել եմ։ Ու դու կարող ես իրեն ցույց տալ։ Գիտեք ինչ է կատարում, հաճախ մեր մարմինը, գիտեք ինչ անում, սպանում է մեզ։ Եթե դու ուզում ես մարմինը քեզ չսպանի, դու պետք է աղոթքի կյանք ունենաս։ Դու պետք է Սուրբ Հոգու հետ ժամանակ ունենաս։ Գիտես, Սուրբ Հոգին կանչում է քեզ աղոթքի, ասում ես, օհ, դու չգիտես ես ինչքան հոգնած եմ, այսօր ինչքան ճանապարհ եմ գնաց, այսքան գործ եմ արել, ես ժամանակ չունեմ քո հետ հաղորդակցվելու։ Բայց գիտես Աստված ինձ ու քեզ կանչում է, որպեսզի մենք մտնենք իր օծության մեջ եւ սկսենք, գիտես ինչ, իրական հաղորդակցություն։ Գիտես դա գինա, որ դու վճարում ես։ Ոչ մի բանկային հաշվին չկա այդքան գումար, որ դու կարող ես վճարել, երբ որ դու մտնում ես իր օծության մեջ, ու սկսում ես իրականում իր հետ հաղորդակցվել, քո մարմնի շատ մարմնական ցանկություններ ու կիրքեր, գիտես ինչ են լում, գնալով անցնում են հետին պլան։ Գալիս է իրական ներկայությունը, այն յուղը, որի մեջ դու սկսում ես ինչ անել, լողալ։ Ամեն, դու ստեղ ես։ Հիմա նայեք, բայց այդ յուղը ստանալու համար դու մի հատ ուրիշ process ես անցնում։ Կխնդրեմ երկրորդ նկարը ցույց տաք։ Նայեք ինչա կատարվում։ Խնդրեմ ստեղ ստոպ արեք, եթե կարելի է, էլի։ Նայեք։ Քեզ հավաքում են հետո, դնում են մի քիչ հետ գնացեք, եթե կարելի է։ Պրեսի տակ։ Մամլիչի տակ, հա հայերեն ասած։ Ու գիտես, գնալով իրենք պտտում են, պտտում են։ Ու տեսեք, սկսում է այստեղից յուղը հոսել։ Հաճախ Աստված քեզ թույլ է տալի իրավիճակներ, դու հայտնվում ես միտեղ, որ դու երբեք չէիր ցանկացել, եւ մամլիչը գնալով պրես ասվածը, հա, ուժեղանում է։ Բայց գիտեք նպատակը նա չի քեզ ոչնչացնելու։ Նպատակը նա է, որ տեսեք այստեղ կաթիլներ կան, որ այս ամեն կաթիլը սկսում է քեզանից հոսել, եւ այդ ամեն մի կաթիլը կարա մեկի կյանքը փրկի, գիտես։ Կարա մեկին բժշկի, գիտես։ Կարան մեկին հույս տա։ Հովիվ այսօր եկել ես, ես մտածում եմ, որ գիտես գալու ես այնպիսի բաներ խոսես, որ ես հենց ուրախանամ, հավատացեք, ամենամեծ ուրախություն, ամենամեծ խաղաղությունը Սուրբ Հոգու իրական յուղի մեջ լինելն է։ Իրական յուղի մեջ լինելն է։ Բացեք Գործք առաքելոցը կարդացեք, ոչտեղ չեք տեսնի աշակերտներին, որոնք որ ուղղակի այսպես մի հատ մենք այդ սերունդը որ ձեռք բարձրացրեց, մեր ժամանակներում մի հատ այսպիսի բան կար, ճպուրն ու մրջունը գրականության գրքերի մեջ բան կար, չէ՞, թռի վռի մի ճպուր ու շարունակությունը, գիտես, քրիստոնեական կյանքը թռի վռի մի ճպուրը չի, դա գինը որ դու վճարում ես, աշակերտները գիներ որ վճարում էին, այսօր մենք չենք ուզում այդ գինը վճարել այդ յուղի համար, ինձ պետք չէ
մամլիչը, հա? Ինձ պետք չէ այդ պրեսը, ինձ պետք չէ այդ երգանքը։ Ես հավատում եմ Հիսուսին ու վերջ։ Մի բան ասեմ, Աստված կանչում է մեզ, որպեսզի մենք լինենք իր աշակերտները։ Իսկ աշակերտ լինելու համար դու գին ես վճարում։ Դու գին ես վճարում։ Առաջի Կորինթացիս 15:31-ում ասեք ինչ հետաքրքիր բան է գրում Պողոս առաքյալը։ 15:31 Վկա եմ բերում այն պարծանքը, որ ես ձեր վրա ունեմ Քրիստոս Հիսուս մեր Տիրոջով, որ ես ամեն օր մեռնում եմ։ Ամեն օր մեռնում եմ։ Ասես սովի եկել ես Մոսկվայում, եկել ենք ստեղ փող աշխատելու, խոսում ես մեռնելու մասին, ֆիզիկապես մեռնելու մասին չեմ խոսում։ Բայց գիտես Պողոս ասում ես ամեն օր մեռնում եմ այս աշխարհի համար։ Այս աշխարհի համար ես ամեն օր մեռնում եմ, որպեսզի յուղս ավելանա։ Յուղի գինը սելի եկեղեցի, սելի եղբայրներ, քույրեր, սա է։ Դու մեռնում ես աշխարհի համար, ապրում ես Սուրբ Հոգու համար։ Կենթանի է դառնում քո Սուրբ Հոգու հաղորդակցությունը, քո աղոթքի կյանքը։ Իսկ մարմինը գիտեք ինչ անում։ Ես հոգնած եմ։ Ժամանակ չունեմ։ Գիտես քո աղոթքի կյանքը պետքա վերականգնվի։ Այն պահին, երբ որ մարմինդ գոռում է հոգնած եմ, ուզում եմ քնեմ։ Գիտեք, երբ որ Աստված մարդուն ստեղծեց հոգի շունչ մարմին։ Բայց գիտես, երբ որ մեր մարմինը սկսում է գոռալ, դառնում է մարմին շունչ հոգի։ Մարմինը գալիս է առաջի տեղ ամեն ինչի մեջ։ Բայց Աստծո յուղը, Սուրբ Հոգու յուղը, գիտես ինչ է անում։ Տեղերը փոխում է։ Հոգին գալիս է առաջ։ Ու դու ամեն ինչից առաջ նախընտրում ես իր հետ ժամանակ անցկасնել, իր ներկայության մեջ լինել։ Գիտեք այն մարդիկ, ովքեր որ իրականում Սուրբ Հոգու ներկայության մեջ են եղել, իրանք լավ գիտեն, որ ժամանակի սլակները այնպես արագ է պտտվում, որ իրանք չեն էլ հասցնում ժամանակի հետևից գնալ, բայց երբ որ դու մտնում ես աղոթքի ու առանց Հոգու ներկայության, առանց Սուրբ Հոգու հպման, դու ինքդ ես վերցնում սլակը քո ուսին ու հրում ես, որ ժամանակը տանցնի։ Սիրելի եկեղեցի, այսօր քեզ մի այսպիսի ուղերձ ունեմ։ Փափագի Սուրբ Հոգուն, փափագի այդ յուղը, որը որ գին ունի, եւ դա նա է, որ քո մարմինը, գիտես ինչ, դու ճնշում ես, ու գիտես ինչ, դու իրան մղում ես հետ եւ հոգուն բերում ես առաջ։ Եվ երբ որ դու Սուրբ Հոգու ջրերի մեջ ես, Սուրբ Հոգու յուղի մեջ ես, գիտես քո կյանքը օր-օրի նորոգվում է։ Օր-օրի դու նոր հրաշքներ ես տեսնում, օր-օրի նոր զորություններ է գալիս քո կյանքի մեջ։ Օր-օրի դու գիտես, երբ որ խոսում ես մարդկանց հետ, կյանքեր են փրկվում։ Դու ստեղ ես։ Ամեն, փառք Հիսուսին։ Շատ անգամ Աստված թույլ է տալիս այդ երգանքի քարը, որ մեր մարմնի գործերը կոտրվեն ու հոգու յուղը դուրս գա մեր մեջից։ Օ, ես չեմ ուզում դա հովիվ։ Ես ուզում եմ միշտ գնալ այսպես։ Գնամ աշխատանքի, գամ տուն, իմ կյանքը ապրեմ, եկել կիրաշաբաթ օրերը գամ եկեղեցի, ձեռքերս բարձրացնեմ, ասեմ փառք քեզ Հիսուս ջան, նորից գնամ հետ։ Գիտես, մեկ օր դու հոգնելու ես։ Առանց Սուրբ Հոգու ներկայության, առանց Սուրբ Հոգու այդ ջերմ հաղորդակցության քո տանը դու մեկ օր հոգնելու ես, որտեղ մեկ օր մարմինդ գլուխը բարձրացնելու, ասելով ոչ, այսօրվանից հետո ես այսպես եմ վարվելու, ու դու ոչինչ չես կարող անես։ Բայց երբ որ դու թույլ ես տալի, որ Սուրբ Հոգին քո ներսում սկսի իր գործը, դու հաղթող կլինես։ Դու հաղթող կլինես։ Միք մտածեք, որ աշխարհը միշտ sense այն բան կա, հա, Ամերիկայի freeway այդպեսի մի ճանապարհ կա, որ ինչ ու ոնց արագ ուզում ես գնաս։ Միք մտածեք, որ կյանքը միշտ էսպես է լինելու։ Գալու է ժամանակ, որ դու բախվել ես դժվարությունների, երբ որ քո յուղը պակաս եղավ, ճրակդ մարելու է։ Բայց երբ որ յուղը տեղ եղավ, գիտես, ճրակդ միշտ վառ է մնալու։ Ամեն։ Գիտես, երբ որ քո ճրակը վառ է մնում, փոխվում է քո աղոթքի կյանքը։ Երբ որ քո ճրակը վառ է մնում, փոխվում է քո աղոթքի կյանքը։ Դու գիտես առավոտ չես ելնում, ասես, այսօր ելել եմ, շիգարալա, պասենդալար, լավ տեսամ, գործի պետք է գնամ, Տեր ջան, գիտես դե։ Ուրիշ տարբերակ չունեմ։ Քեզ շատ եմ սիրում, բայց առանց գործի չեմ կարա։ Գիտեք, ես էլ եմ աշխատող մարդ, ես ոչ մեկի դեմ չեմ աշխատանքին, բայց Սուրբ Հոգին ուզում է, որ դու մի քիչ էլ իր այդ երկար շփվես։ Այդ դեպքում դու մի քիչ կանուխ արթնանաս։ Գիտես, երբ որ իրականում փոխվում է քո աղոթքի կյանքը, գիտես ինչա տեղի ունենում, փոխվում է քո փառաբանությունը։
Փոխվում է քո երկրպագությունը, քո փառաբանությունը դառնում է իսկական փառաբանություն։ Չես գալիս այստեղ կանգնում սպասում, երբ դի երկեմ պրծնեմ, որ դու նստես, այլ դու ձեռքերդ բարձրացնում ես ու երգում ես քոնե ողջ փառ, չէ՞։ Ու գալիս է իր ներկայությունը։ Ու դու չես ուզում դադարացնես քո երկրպագությունը։ Գալիս իր ներկայությունը, սկսում ես իր հետ հաղորդակցվել։ Չէ՞ որ Աստված մեզ կանչել է իրան երկրպագելու։ Եթե չկա քո իրական աղոթքի կյանքը, չկա այդ յուղը, չկա իրական փառաբանություն, չկա իրական փառաբանություն, չկա իրական երկրպագություն, չկա իրական երկրպագություն, չկա իր այդ ճիշտ հաղորդակցություն։ Իսկ դա ով է ուզում քո մարմինը։ Եվ հիմա նայեք։ Մյուս տեղը, որ ուզում եմ կարդալ, դա սա է, 2 Կորինթացիս 4-րդ գլուխ 10 խոսքում նայեք ինչ է գրում։ Ամեն ժամանակ Հիսուսի մահը մեր մարմինների մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմինների մեջ հայտնվի։ Քանից եք ուզում Հիսուսի կյանքը։ Ահա, փառք Հիսուսին, ոմանք չեն ուզում։ Քանից եք ուզում Հիսուսի կյանքը քո մեջ լինի։ Քրիս է դեպքում մի հատ ճանապարհ կա, որ դու պետք է անցնես։ Մահն էլ պետք է լինի։ Այսինքն լիքը մարմնավոր բաներ կա քո կյանքի մեջ, որ դու պետք է գին վճարես յուղի համար։ Այլապես մենակ մենք ուզում ենք կյանքը, բայց գինը չենք ուզում վճարել։ Դուք չեք պատկերացնում ինչ թանկ է իր ներկայությունը։ Դուք չեք պատկերացնում, երբ որ գալիս է Սուրբ Հոգու ներկայությունը, դու ամեն բան մոռանում ես։ Երբ որ դու իրական ներկայության մեջ ես, դու մոռանում ես քո խնդիրները, մոռանում ես քո այդ պահին, ոնց ասեմ, որ պետք է հաց սարքես, մոռանում ես, որ գործի տեղը խնդիրներ ունես, մոռանում ես, ինչ քո բոլոր այդ բոլորը դու մոռանում ես։ Ու մի հատի կարևոր բան կա, որ դու սկսում ես ուղղակի իր հետ հաղորդակցվել։ Ու երբ որ քո աղոթքի սենյակից դուրս ես գալիս, դու հաղթանակած մարդ ես։ Որտեւ ինքն դե խոսում է քո հետ դու ինչ պետք է անես։ Յուղը գին ունի, սելի եկեղեցի։ Ու ես ու դու պետք է հասկանանք մի շատ կարևոր բան։ Ինչքանով եմ պատրաստ վճարելու այդ գինը, որպեսզի իմ յուղը միշտ ինչ լինի, ճրակս վառ պահի։ Չէ՞ որ այսօր մենք կանչված ենք մարդկանց փրկելու, կանչված ենք մեր լույսը տանելու։ Եվ եթե յուղը չկա, ես ինչ լույս եմ տանում։ Գիտեք, երբ որ մենք կարդում ենք Գործք առաքելոցը, տեսնում ենք աշակերտների ընթացքը։ Տեսնում ենք ինչ զորություններով են շարժվում, ինչ հրաշքներով են շարժվում։ Ու եկեք ամեն մեկս այսօր նայենք մեզ, ինչքանով է իմ յուղը տեղում եւ ինչքանով է իմ յուղը կարողանում կյանքեր փրկի ու կյանքեր փոխի։ Չէ՞ որ Աստված մեզ կանչել է դրան։ Օ, եղբայր, ես ինչեր ես խոսում։ Հիսուսի կյանքը մեր մեջ։ Հիսուսի կյանքը քո մեջ։ Բայց միջև դա դու պետք է նաև անցնես մյուսը, այդ երգանքի քարեն, մամլիչը, որ սենց ձգում էին։ Գիտեք ինչա, միթե նշանակում, միթե մտածում եք դա հեշտ է։ Հավատացեք, հեշտ չի։ Գիտեք ձեր առաջ մարդ է կանգնած, որ սա գովաշ չի։ Այնպիսի դժվարություններով է անցել, այնպիսի ասես ծանր այդ պրեսի մեջով է անցել։ Բայց ասել Աստված, մեկը դու իմ Աստվածն ես։ Մեկը դու իմ Աստվածն ես։ Եվ գիտեք, երբ որ Փառք Հիսուսին, երբ որ այդ յուղը դուրս է գալիս, կյանքեր են փրկվում։ Կյանքեր են փրկվում։ Հրաշքներ է լինում։ Գիտեք, երբ որ յուղը չկա, հրաշքները չկան։ Յուղը կա, լույսը կա, մարդիկ գալիս են այդ լույսին։ Երբ որ գալիս են այդ լույսին, քո կյանքում սկսում են հրաշքներ։ Գիտեք, ես ուզում եմ մի հատ հրաշքի նկար ձեզ ցույց տամ։ Կխնդրեմ մեր բալիկի նկարը ցույց տվեք։ Մեր բալիկը իմ բալիկը չի։ Նայեք այս հալիկին։ Տեսնում եք ինչ հրաշք կա։ Գիտեք, 15 տարի իր մայրիկը չէր կարողանում բալիկ ունենալ։ 15 տարի ինչ ասես արել են։ Ու այս բալիկը չէր ծնվում, հասկանում եք, սիրելի եկեղեցի։ Բայց մեկ օր այդ կնոջ ասել են, որ գիտես կա, հետո դու գնաս Արագածավան, այնտեղ մի մարդ կա, այնտեղ աղոթում հրաշքներ է լինում։ Ու գիտեք, այդ կինը մի ուրիշ քաղաքից եկե հասել էր Արագածավան։ Եվ գիտեք, մենք իր համար որ աղոթեցինք, տեսանք իր վրա անեծք կար։ Եվ որ սկսեցինք դրա դեմ աղոթել ու քանդել այդ ամենը, իր կյանքում շատ հետաքրքիր բան սկսվեց։ Յուղը սկսեց հոսել իր կյանքի մեջ։ Եվ հետո գիտեք, անցավ մի կարճ ժամանակ։ Իր աղջիկը նամակ է գրում, ասում է, դուք չեք պատկերացնում հովիվ։ Մենք
ապերիկ էինք սպասում։ Եվ գիտեք 15 տարի հետո ծնվեց այս հրաշքը։ Յուղը քո կյանքից հոսում է եւ գիտեք հրաշքներ է անում։ Բայց միջև այդ հրաշքը դու պետք է հասկանաս, որ դու պետք է ունենաս այդ յուղը։ Իսկ դրա համար դու գին ես վճարում։ Դու դրա համար գին ես վճարում։ Նորից եմ ուզում այստեղը կարդալ։ Ամեն ժամանակ Հիսուսի մահը մեր մարմինների մեջ կրում ենք։ Գիտեք, իրական ներկայության մեջ արթնանում է իրական երկրպագություն։ Իրական Սուրբ Հոգու ներկայության մեջ արթնանում է իրական երկրպագություն։ Դու դառնում ես իրականում Հիսուսի երկրպագուն։ Եվ այդ յուղը քո կյանքի մեջ է հոսում, ու սկսում ամեն բան փոխել քո կյանքի մեջ։ Գիտես, չկա գին, չկա յուղ։ Գիտեք, այսօր մեր մարմինը, այսօր դժոխքը, գիտեք ինչ է ուզում, որ մենք ուղղակի մենակ հավատանք Աստծուն ու վերջ։ Գիտեք, Հակոբոսի թղթերում այսպիսի մի բան կա գրած, դու հավատում ես, լավ ես անում, դևերն են հավատում ու սարսափում։ Գիտեք, մենակ հավատալու վերջակետ դնելը ոչ մի բան չի փոխում։ Աստված մեզ կանչում է ավելի խորը իր այդ հաղորդակցության։ Սուրբ Հոգին ուզում է, որ դու ավելի խորը իր այդ հաղորդակցության մեջ լինես։ Եվ դու ես որոշում լինես թե չլինես։ Դու ես որոշում վճարես այդ գինը թե ոչ։ Եվ որ դու այդ գինը վճարում ես, գալիս է իր իրական ներկայությունը, եւ գիտես, դու դառնում ես իրական երկրպագու, եւ դու անձնատուր ես լինում Սուրբ Հոգուն, ու յուղը, գիտես, սկսում է հոսել։ Ու յուղը ինչքան շատ է հոսում, այնքան Աստված քեզ ավելի շատ է վստահում։ Եթե ասեմ, քանից եք ուզում, որ Աստված ձեզ վստահի, երևի բոլորը ձեռքը բարձրացնեք։ Քանից եք ուզում իրականում Աստված քեզ վստահի։ Ուզում ես իրականում Աստված քեզ վստահի։ Գիտես, դու պետք է յուղ ունենաս։ Իսկ յուղի համար դու պետք է անցնես այն ճանապարհը, որ Աստված թույլ է տալիս։ Ու գիտես, այդ յուղը, որ քեզանից սկսում է հոսել, կյանքեր են փրկվելու։ Կյանքեր են փրկվելու։ Կյանքեր են բժշկվելու։ Կյանքեր։ Գիտեք, Հիսուս չի բարձացել խաչին, որ դու ուղղակի մենակ մի հատ վիլա ունենաս ու վերջ։ Հետո գնաս դժոխք։ Հիսուսը բարձացել է խաչին առաջինը նրա համար, որ դու կյանք ունենաս։ Կարող ես ասել կյանք։ Գիտես, որ ասում ես կյանք, ամեն ինչ միանգամից պարզ է։ Ասեմ քեզ ավելին, Հիսուս ուզում է, որ դու հավիտենական կյանք ունենաս։ Եվ դա նրա համար է, որ դու հավիտենականության մեջ, այստեղ մենք վարժվում ենք իր ներկայությանը, իր յուղին։ Գիտեք, ամեն մեկիս համար անչափ այդ որ խոսում են կյանքը, այդպես անհրաժեշտ է Սուրբ Հոգու ներկայությունը։ Գիտեք, մենք շատ անգամ սովորենք մտնելու ժամով աղոթքի։ Բայց գիտեք, շատ անգամ մենք չենք ասում Սուրբ Հոգի, ուզում եմ իրական քո հանդիպումը։ Ես ուզում եմ իրականում քո հետ հանդիպեմ։ Ուզում եմ դու գաս ու մենք իրար հետ շփվենք։ Օ, եղբայր, գիտեք, ինձ գործի տեղը սպասում են, ես չեմ կարող, ես գնացի։ Բայց ես այդ յուղից ուզում եմ, գիտեք, չի կարող այդպես լինել։ Դու պետք է քո գրաֆիկը այնպես կառուցես, որ պատրաստ լինես իր հետ ժամանակը անցկացնելու, իր իրական ներկայության մեջ։ Ես չգիտեմ, քանիսից սրտում եմ ինչ-որ բան կպնում, բայց ես քեզ ուզում եմ մի բան ասել։ Ներկայությունը Սուրբ Հոգու անհրաժեշտ է, որպեսզի քո կյանքը փոխվի։ Իսկ յուղը անհրաժեշտ է, որպեսզի մենք իր ներկայությունը կարողանանք փոխանցել ուրիշներին։ Չկա յուղը, մենք չենք կարող իր ներկայությունը փոխանցել։ Ով գիտի ինչ բան է փոխինդը։ Փոխինդ։ Նոր սերունդը գուցե չգիտի ինչ բան է փոխինձը։ Գիտեք, մենք մի սերունդ ենք, որ մեր մամաները միջև անգամ դրանով ճաշ էին նեփում։ Հետո ասած գնդիկներ էին սարքում։ Գիտես, երբ որ փոխինդի մեջ յուղը ու քաղցրը չկար, դու նույն փոխինդը կարող ես գթալով տալ մեկին ու կարող ես դու իրան խեղդել։ Համաձայն ես։ Բայց երբ որ կա հետը յուղ, կա հետը քաղցր,
Աղետանաս մը ճաշակեսը տեսեք, որ Տերը քաղցր է։ Եվ որ դու իր քաղցրությունը վայելում ես, դու կարողանում ես իր քաղցրությունը փոխանցել։ Յուղն էլ հետն է։ Համո բանա դառնում, համաձայն ես։ Գիտես, սիրելի եկեղեցի, սիրելի եղբայրներ, քույրեր, մենք մտածեք, որ գիտես կա ամեն բան լավ է քո մոտ։ Գիտես, ամեն բան սկսում է լավ այն ժամանակ, երբ որ դու ունես այդ յուղը։ Երբ որ դու ունես իր իրական ներկայությունը, իր այդ հաղորդակցությունը, ու դու գուցե մեկի հետ խոսում ես, ու գիտես հանկարծ սկսում է շարժվել։ Ես եղբայրներին մի քանիսին պատմել եմ։ Գիտեք, ինքնաթիռով ես գալիս էի Մոսկվա, եւ մի քուրիկ կար, քուրիկ նկատում եմ կին, չգիտեմ եկեղեցուց էր թե չէ։ Գիտես, իր երեխան հենց բարձացան ինքնաթիռ, անբնական սկսեց ղժալ։ Լացում էր։ Ու հանկարծ ներսում ես մի ձայն եմ լսում, վերկաց է երեխոմ էր աղոթի։ Ասում Տեր ջան, դու բերը մարդ է, շատ գիտեմ ով է, քաշիշ գործ ունես իմ երեխու հետ, իմ կնգա հետ, դու նստած էր ինքը պատուանի տակ։ Հետո այդ պահին այդ հայերեն չգիտեմ սուարդեսաները ոնց են ասում, բորտ ուղեկցուհիներ, ինչ դժվար է։ Եկան իրան վերցրեցին այդ կնոջ երեխայի, տարան ինքնաթիռի հետնամասում։ Ես մտածի երևի տարան հանգստացնելու։ Ինքնաթիռը բարձրացավ, երևի մի 20 րոպե հետո այդ կինը եկավ երեխայի հետ նստեց ուրիշ տեղ, այնտեղ ռուսներ կային, տեղերը փոխեցին, որ իրան ավելի հարմար լինի, ես երեխան նորից լացում է։ Ես նորից իմ սրտում էսպիսի մի ձայն եմ լսում, վեր կաց երեխայի համար աղոթի։ Ասում Տեր ջան, ինչ ես ուզում։ Թող այդ մանգիստ Մոսկվա էլի։ Ու գիտեք, ես հասկացա, որ Տեր ուզում է, որ ես մոտենամ ու աղոթեմ։ Ու ես վեր կացա, եկա այդ կնոջ ասում, երեխան խնդիր ունի, ասում է չէ։ Ասում ես եկեղեցով եմ, թույլ կտակ աղոթեմ իր համար։ Ասեց հա, խնդրեմ։ Ու գիտեք, ես ձերքս մեկնեցի ու սկսեցի այդ երեխայի համար աղոթել, հենց որ աղոթում էի։ Երեխան սկսեց ժպտալ, գղվղում էր։ Ու գիտես, լիքը մարդիկ սեն շրջվել նայել են, որտեվ միշտ չի որ ինքնաթիռում տենց դեպքեր են լինում։ Ու բոլորը երևի սպասում են, այս երեխան ինչ պիտի լինի։ Ու այդ ժամանակ ես մի ականջակալ ունեի, մեկը ականջից դրած ու լսում էի մի երգ, որտեղ երգում էր բլագաբանա, մի հատ երգիչ է, որ երգում էր բլագադարո այդ երգը։ Նստել եմ իմ տեղ ու սկսում եմ, ուղղակի երկր պագում եմ։ Ու գիտեք, հանկարծ ինքնաթիռում լռություն։ Երեխան ձայնը կտրեց ու 2 ժամ երեխան այնպես անուշ քնեց։ Հետո մարդիկ նայում են, բախի չէր շուտ աղոթում։ Ու գիտեք, ես սկսեցի խոսել, Փառք Հիսուսին, ես սկսեցի խոսել իրենց հետ։ Ասել, գիտեք, իրականում Աստված կար ամեն բան անի, դա Հիսուսի անվան զորությունն էր։ Հետո իջել ենք արդեն, եկել ենք այդ մեր բեռները վերցնելու տեղը, բոլորս ես նայում են, այս մարդն ով էր։ Գիտես, յուղը, ասա յուղը։ Գիտես, երբ որ յուղը հոսում է, սկսում է կյանքեր փոխել։ Երբ որ յուղը հոսում է, գիտես, քո ներսից բժշկություն է բերում ուրիշների կյանքի մեջ։ Գիտես, ես չգիտեմ հետո այդ երեխան կմեծանա ով կդառնա, չգիտեմ այդ մաման ուր կգնա, բայց մի բան գիտեմ, որ բոլոր հայերը ովքեր որտեղ կային, բոլորի մոտ այսպիսի տպավորություն էր։ Սենց զարմացած նայում էին։ Երեխան անդադար լացում ու ահավոր սենց ագրեսիվ ձևի ղժում է, ու հանկարծ միանգամից ամեն ինչ կտրվեց։ Հանկարծ խաղաղվեց ու քնեց։ Գիտեք, յուղը կարա կյանքեր փոխի, բայց յուղի համար դու գին ես վճարելու։ Յուղի համար գին ես վճարելու։ Կասես, եղբայր, բանկային հաշվիս վրա քիչ գումար կա։ Խոսքս դրա մասին չի։ Գիտես, Սուրբ Հոգին ուզում ամեն անգամ նոր յուղ բերի քո կյանքի մեջ։ Նոր յուղ։ Կխնդրեմ կպի կողքինիդ ասա նոր յուղ է քեզ պետք։ Քեզ նոր յուղ է պետք։ Գիտես, իրականում քեզ նոր յուղ է պետք։ Քանիսը ունեք մեքենա։ Ուզում եմ ձեր ձեռքը տեսնել։ Էլեկտրական չէ, բենզինային կամ դիզելային շարժիչ։ Ահա։ Ինչ է ձեր մեքենայի յուղը ժամանակ առ ժամանակ փոխում։ Հա? Ինչի եք փոխում ձեր մեքենայի յուղը։ Կարող եք ինձ ասել, ինչի եք փոխում ձեր մեքենայի յուղը եւ ինչի եք բավական գումար վճարում ձեր մեքենայի յուղը փոխելու համար։ Որպեսզի ձեր մեքենայի շարժիչ ավելի երկար գործի, համաձայն եք։ Այդ դեպքում ինչի չենք մտածում մեր յուղի մասին։
Ինչի չենք մտածում, որ գիտես, Սուրբ Հոգու յուղի համար ես պետքա գին վճարեմ, իմ ծնկի աղոթքի վրա, իմ երկրպագության վրա, գիտես իմ փառաբանությունը, որը որ պետքա իրականում բարձրանա իրեն։ Ինչի չենք ուզում ծնկի վրա երկար ժամանակ մնալ Աստծո առաջ։ Ինչի չենք ուզում իր իրական ներկայությունը գա մեր կյանքի մեջ, որպեսզի մենք իր հետ հաղորդակցվենք ու յուղը հոսի մեր մեջ։ Գիտեք, երբ որ մարդիկ էսպես են, երբ որ յուղ են տեսնում, միանգամից գալիս են յուղին, չեն գալի քո ֆիզիկականին, գալիս են յուղին։ Աստված մեզ կանչել է, սիրելի եկեղեցի, որ մենք լույս տանք։ Ամեն, լույս տանք։ Ես մեկտեղ եմ ուզում կարդալ Մատթեոս 5-րդ գլուխ 15 խոսքից եմ ուզում կարդալ։ Նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Ասма ճրակը չեն վառում եւ դնում գրվանի տակ, հապաշտանակի վրա, որ լույս տա բոլոր տան մեջ եղողներին։ Այնպես թող լուսավորվի ձեր լույսը մարդկանց առջև, որ տեսնեն ձեր բարի գործերը, փառավորեն ձեր Հայրը, որ երկինքն է։ Գիտեք, յուղը նրա համար է։ Փառք Հիսուսին, յուղը նրա համար է, որ դու լույս տաս եւ մարդիկ գան այդ լույսին եւ փրկություն ունենան։ Գիտես, գուցե դու այսօր առաջի անգամ ես այստեղ ու մտածում ես, «Էս ի՞նչ է խոսում այս մարդը։ Երևանից եկել ես, ինչեր է խոսում»։ Գիտես, մի բան ասեմ, ուզում եմ քո կյանքը փոխվի։ Ուզում եմ, որ դու հանդիպես Սուրբ Հոգուն։ Ուզում եմ, որ դու իրականում ճաշակես իրան։ Իրականում իր հետ հաղորդակցություն ունենաս։ Որտեղ ինքը միակն է, որ կարա քո ներսեն խորը տեղերը բժշկի։ Ինքը միակն է, որ կարա քո ներսեն խորը կոտրված տեղը վերականգնի։ Գիտեք, ինչ որ ժամանակ առաջ էր։ Ես անցա մի հատ ուրիշ դժվարություն։ Ոմանք ինձ շատ մտերիմ մարդիկ կան գիտեն իմ դժվարության մասին։ Գիտեք, ես եկեղեցում սկսեցի աղոթքի մարաթոն։ Եվ ամեն օր եկեղեցու ավակները, ծառայողները, ոյլի մարդիկ, մենք սկսեցին գործ կառակելոցը քննել։ Եվ ամեն տեղ մենք տեսնում ենք Սուրբ Հոգու գործը։ Բոլորս միասին մեր եկեղեցու շենքում մնում էինք, որոշ տարիքով մարդիկ այն գնում ասում ենք չեն կարող էստեի բարձին հարմարվեն գնում էին դու, բայց մենք առավոտից երեկո իրար հետ էինք։ Իրար հետ հաց էինք կտրում, իրար հետ հաղորդություն էինք անում։ Եվ գիտեք 4-5-րդ օրն էր ու ամեն օր աղոթքի մեջ էինք։ Եվ օր-օրից են Սուրբ Հոգու ներկայությունը թանձրանում էր։ Եվ գիտեք 4-5-րդ օր առավոտյան ժամը 12-ի 1-ի կողմերը իմ հեռախոսս անջատել ես մտա սենյակ ու տեսնեմ այնքան զանգ եկե վերցրեցի եւ մի հատ ուրիշ դժվարության մեջ հայտնվեցի ես, իմ փոքր տղայի հետ կապված։ Եվ կանգնեցի ես փաստի առաջ։ Կամ ես պետքա թողնեմ մարաթոնը ու վազեմ, որ վազելուց էլ մեկը բան չէի կարող փոխել, կամ մնալ, շարունակել մարաթոնը։ Ու գիտեք, երկինքը հաճախ այսպես կանգնած սպասում է քո որոշմանը, ինչ ես որոշում։ Գիտեք, շատ անգամ քո կյանքում իրավիճակ է լինում ու երկինքը կանգնած սպասում է քո որոշմանը, դու ինչ ես որոշելու։ Ես բարձրացրի իմ ձեռքը ասի Տեր, մեկ այդ ես ամեն բան թողեմ ու վազեմ, մեկը բան չեմ կարողանալու փոխել։ Ես այդ ամեն ինչը հանձնում եմ քեզ, ես շարունակում եմ աղոթքի մարաթոնը։ Եվ գիտեք, ժամը 2-3-ի կողմերն էր։ Մենք մտանք աղոթքի։ Եվ գիտեք, Սուրբ Հոգու ներկայությունը այնպես թանձր իջավ, որ ես ամբողջ բողովս մեկ ասենց փռվել էի գետնի վրա եւ ժամեր շարունակ մենակ կարողանում եմ մի բան անել, դու սուրբ ես։ Ես հեկեկալով լացում ասում եմ դու սուրբ ես։ Ուրիշ բան չէի կարողանում ասել։ Գիտես չէի մտածում իմ տղայի մասին, չէի մտածում, գիտես իմ մյուս տղայի մասին, որ երկնքում է։ Գիտեք ոչ մի բանի մասին չէի մտածում, որ կնոջս ու աղջկաս ուղարկել եմ հանգստի, չէի մտածում, որ ծառայողներ կան եկեղեցում, դալիճում ինչ կմտածեն, ոչ մի բանի մասին ես չէի կարող մտածեի։ Մենակ իր ներկայության մեջ ես գրկել է իր ներկայություն եւ ասում է դու սուրբ ես, դու սուրբ ես, դու սուրբ ես։ Ու գիտեք անցել էր ժամեր,
Ես վեր կացա կանգնեցի ու նայում եմ, սա ծառայողներ ամեն մեկը մի անկյունի վրա վայելում են Սուրբ Հոգու ներկայությունը։ Եվ անկարծ Սուրբ Հոգին ասեց սկսի մարդկանց համար աղոթել։ Գիտեք, ոնց որ 380 չէ, չգիտեմ քանի վոլտ դներ իմ ձեռքերի մեջ։ Ես ու մոտենում էի, ծառայողները ոնց որ վերցներ ու շպրտեիր։ Գիտեք, գերբնական ներկայություն էր եկել։ Եվ ես սիրելի եկեղեցի, դա ոչ մի բան չեմ փոխելու։ Ճիշտ եմ, գալուց առաջ ես հրաշք ունեցա իմ տղայի հետ կապված նորից, փոքրիս հետ կապված։ Բայց գիտեք, մի բան կա, եթե չվճարես այն գինը, չես ունենա ստեղի հրաշքը։ Գիտեք, երբ որ դու վճարում ես գինը, կյանքեր են փոխվում, բայց մեկ Աստված անում է ինչ որ անում է։ Կխնդրեմ քեզ, սիրելի եկեղեցի, մտածեք։ Ինչ գին ես վճարում յուղի համար։ Եվ մեր յուղը պետք է լինի իրականում երկնքից, ամեն։ Գիտես, Սուրբ Հոգին ուզում է թարմացնի քո յուղը։ Սուրբ Հոգին ուզում է թարմացնի քո յուղը։ Քեզ կանչում է իր հետ հաղորդակցության, որպեսզի լցնի իր յուղը քո մեջ։ Գիտեք, ովքեր որ մեքենան է շարժիչի տակը հատուկ փական կա, բացում են, հին յուղը գնում է, կամ հիմա չգիտեմ տեխնոլոգիաներով հանում են մեջի, չեմ կարող ասել։ Նայածով ոնց։ Ու նոր յուղ է լցնում։ Այսօր Սուրբ Հոգին ուզում է քո կյանքի մեջ նոր յուղ լցնի։ Նոր յուղ։ Նոր յուղ։ Ասա նոր յուղ։ Գիտես, այնքան կարևոր է։ Նոր յուղը։ Նոր յուղը քո հոգևոր շարժիչին հնարավորություն է տալի երկար գործելու։ Գիտեք, հաճախ հանդիպում ես քրիստոնյաներ, որոնք սկսում է այն շարժիչ յուղը, որ հնանում է, մենք այսպես ենք ասում, մատորը խփեց։ Ձեն է գալիս, թախ 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 չախ չախ չախ։ Հաճախ քրիստոնյաներ կան, որ այդպես ձեն է գալի։ Բողոքի, տրտունջի, ասում ես, հեսա իր շարժը կանգնելու է։ Սիրելիս, քեզ մի հատի կարևոր բան է պետք։ Քո հոգու յուղը, քո հոգու յուղը, քո ներսի յուղը, քո հոգևոր շարժիչի յուղը փոխել է պետք։ Ու դու կսկսես ուրիշ ձևից առայել։ Գիտես, դու քո աղոթները կփոխվեն, քո երկրպագությունը կփոխվի։ Երբ որ դու կմտնես ու ձեռդ կբարձրացնես, կասես Սուրբ Հոգի ուզում եմ գաս, մեկ էլ կզգաս իր ներկայության, այդ վերմակը, այդ ամպը սենց գրկեց քեզ։ Ու գիտես, այդ մայն կմոռանաս, որ գազի վրա, չգիտեմ, ճաշուն ես դրած, կմոռանաս լվացքը, գիտես, կուզենաս իր ներկայությունը։ Գիտեք, սա ամենաթանկ բանն է, որ այսօր աշխարհը գիտես ինչ է ուզում անի, քո կյանքից հանի, մարմին ուզում է քո կյանքից դահանի, բայց այսօր հոգին ուզում է գա իր տեղը քո կյանքի մեջ։ Քեզ մի բան եմ խնդրելու, ովքեր են այսօր առաջի անգամ այստեղ։ Ուզում եմ ձեր ձեռքերը տեսնեմ։ Փառք Հիսուսին ձեր համար։ Ինչ որ ձեզ կխնդրեմ առաջ գաք, սել եկեղեցի կխնդրեմ եկեք կանգնենք ոտքի։ Կխնդրեմ գաք։ Գիտես, ինչ որ ձեզ առաջ կկանչեմ, ձեր հետ գործ ունենք։ Սել եկեղեցի, ինչ մեր առաջի անգամ եկածողներին կկանչենք առաջ, ես մի բան եմ քեզ խնդրելու։ Միջև ձեր գալը, խնդրում Փառք Հիսուսին, եկեք։ Ես ուզում եմ հետո գայիք, բայց հիմա եկաք, եկեք, փառք Հիսուսին։ Բարով եք եկեք, բարով եք եկեք, բարով եք եկեք, բարով եք եկեք Աստծոյին, 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 բարով եք եկեք Աստծոյին։ Գիտեք, ինչ որ ժամանակ առաջ մենք է ձեր նման որոշեցինք մեր կյանքը տալ Հիսուսին։ Գիտեք, ու Հիսուսը կարա ձեր կյանքը փոխի։ Ես 19 տարեկանում եմ իմ կյանքը տվել Հիսուսին բանդում։ Ու մինչև հիմա 95 թիվն էր։ Իր ներկայությունը իմ կյանքի մեջ է։ Գիտեք, երբ դա եղավ, երբ որ ես հանդիպեցի իրան։
Ու իմ կյանքը ամբողջովին փոխվեց։ Ու ես սիրահարվեցի Հիսուսին։ Ու մինչև հիմա ես սիրում եմ իրան։ Ու իրան ծառայում եմ։ Գիտես, Հիսուսը ուզում է քո կյանքի մեջ գա։ Ինքը ուզում է քո կյանքը փոխի։ Ինքը ուզում է քո ցավերը փոխի ուրախության։ Ինքը ուզում է քո դժվարությունները փոխի հեշտի։ Ասես ո՞նց։ Էլ չեմ աշխատելու ես։ Պարզապես իր հետ ավելի հեշտ է լինելու այդ ամենը։ Իսկ առանց իրա դժվար է։ Եվ գիտեք, այսօր Հիսուսը ուզում է ձեր կյանքի մեջ թագավորի ու ձեր կյանքերը թագավորության մեջ տեղափոխի։ Որտեղ Աստվածաշունչը այսպիսի մի բան ասում. Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվեց, որպիսի ամեն ով որ նրան հավատա, չկորյալ հավիտենական կյանք ունենա։ Դուք պատկերացնում եք, Աստված ձեզ կանչել հավիտենական կյանքի։ Այս ժամանակավոր կյանքի չի։ Եվ Հռոմեացիների թղթերի մեջ մի հետաքրքիր բան կա գրված. Եթե ասում ես քո շուրթերով Հիսուսին Տեր խոստովանես ու սրտիդ մեջ հավատաս, որ Աստված իրեն մեռելներից հարություն է տվել, կփրկվես։ Կփրկվես։ Հավատացեք, դժոխքը իրական է։ Բարով եք եկել։ Հավատացեք, դժոխքը իրական է։ Հավատացեք, երբեմն եղել են մեր ծառայությունների մեջ, երբ որ աղոթել են մարդկանց համար բժշկության կամ ազատագրման, մարդիկ դժոխքը ռեալ տեսել են, երել են իրենց բաներ են պատմել, որ սարսափած։ Գիտեք, իրական է այդ ամենը, եւ իրական է նաեւ երկինքը։ Եվ այսօր դուք որոշում ունեք բռնելու հավիտենության ճամփեն Հիսուս հետ ապրելով, թագավորության մեջ ժառանգել, թե մնալ նույն կյանքի մեջ ու հետո վերջում գնալ դժոխք։ Մեկը գալու է ժամանակ, sense տնես գնալու ենք։ Ոչ մեկս չենք մնալու հավերժ այստեղ։ Եվ մի աղոթք կա, որ ուզում եմ իրար հետ անենք։ Եվ հրավիրենք Հիսուսին, ասենք Հիսուս, արի իմ կյանքի մեջ, դարձի իմ Տերն ու Փրկիչը։ Ես ուզում եմ այսօրվանից ապրեմ քո հետ։ Սիրելի եկեղեցի, խնդրում եմ, օգնեք մեր առաջի անգամ եկածներին։ Եկեք բոլորս միասին, ոնք էս աղոթքը բարձրացնենք ու ասենք. Թանկագին Աստված, ես գալիս եմ քո մոտ, քո որդի Հիսուս Քրիստոսի անունով, խնդրում եմ քեզ, ներիր ինձ, իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր հանցանքները, թե գիտակցված, թե անգիտակից։ Հիսուս, ես իմ սիրտը բացում եմ քեզ համար ու խնդրում եմ քեզ, արի իմ սրտի մեջ, դարձիր իմ Տերը, իմ Փրկիչը, իմ Աստվածը։ Ես այսօրվանից իմ կյանքը վստահում եմ քեզ, լցրու ինձ քո Սուրբ Հոգով ու խնդրում եմ, թող քո յուղը իմ ներսից հոսի։ Ես քոնն եմ Հիսուս ու դու իմն ես։ Ամեն։ Ամեն։ Մենք ուզում ենք ձեզ համար աղոթենք եւ հետո դրանից հետո մեր ծառայողները ձեզ նվերներ ունեն, հետո կարաշտորթեն ձեզ այնտեղ հյուրասիրվելու, բայց դրանից հետո մենք եկեղեցով մի աղոթք էլ կանենք ու կվերջացնենք։ Սիրելի եկեղեցի, եկեք ձեր ձեռքերը պարզեք ու աղոթենք իրենց համար։ Հայր, մենք Հիսուս Քրիստոսի անունով աղոթում ենք այս հրաշք մարդկանց համար։ Եվ մենք իրենց կյանքից քանդում ենք, Տեր, ամեն տեսակ դիվական ներգործություններ, թուղթ ու գեյր անեցք, թող այդ ամենը վայր ենք իրենց կյանքի մեջ Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ մենք հրճակում ենք, Տեր, իրենց կյանքի վրա քո սուրբ այրան զորության պաշտպանությունը։ Եվ խնդրում ենք թանկագին Սուրբ Հոգի, գրկես լցնես ամեն մեկին, քո զորությունով, քո սիրով։ Եվ մենք օրհնում ենք իրենց ընտանիքները, իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Իրենք ձեզ կառաջտորթեն, կողեկցեն։ Խնդրեմ։ Սուրբ Հոգիոցից քոյվա, Սուրբ Հոգիոցից քոյվա, որ պատմի իմ կյանքը քո մասին, և տեսնել իմ մեջ Քրիստոսի։ Հալելույա։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Փառք Հիսուսին։ Փառք։
Շնորհակալ ենք Աստծուց ձեզ համար Հովիվ ջան։ Շատ օրհնվեցինք, բոլորս օրհնված ես սիրելիս։ Փառք Հիսուսին։ Այո։ Ես հավատացած եմ իմ մոտ էլ շատ բան փոխվեց, քո մոտ էլ սիրելի շատ բան փոխվեց։ Փառք Տիրոջը ամեն մի ծառայության, ամեն մի ծառայողի համար, ամեն մի օրվա համար։ Սիրելիս վերցու օրհնությանդ խոսքերը գնանք հյուրասիրվելու։ Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը, Սուրբ Հոգու առաջնորդությունը, յուղը երկնքից լցվի քեզ եւ քո ընտանիքի վրա։ Ամեն։